Առավոտ բարի լույս, սիրելիներս, մարտի 8, տեսակ մենք սրճում ենք, ուրեմն ձեզ ասում եմ բարի լույս, ես կապույտու անամպ, սիրուն երկնքի, հովանու ներքո, բայց սարսափած 9 անց էր, 9:30, ամուսինս ասում է 9:30, դուրս թռանք տներից, ուժեղ դղրդոցի, ճոճի, ձայներից, որովհետև գիտեք դե հյուրեր ունեմ, ամեքս միտեղ խաղառը տեղավորվել ենք, առաջինը որ միտքս եկավ Ալեքսս էր, ու արթուն էինք, այնպես չի որ քնած էինք, բայց փաստորեն երկրաշարժ եղավ ու շատ ուժեղ, շատ տարօրինակ, չգիտեմ էդ ինչ էր, բայց բոլորիս էլ վախացրեց ու բոլորիս էլ անհանգստացրեց, առաջինը, որի մտքով անցավ վախ Ալեքսս, բարև ձեզ, հետո նոր ասենք թե մամաս ու տան մյուս բարեկամները, իմ հարազատները, ու տեղ ես զգում, որ ծնողական ինստինկտը իրոք ուրիշ բան է։ Երբ որ արդեն մի քիչ կրքերը հանդարտվեցին, վախի զգացողությունը կորավ, ես իմ ու ձեր սիրելի, իմ մաման ու ձեր սիրելի Թամար տատիկը մի հատ նենց լուսավոր միտք ասավ, ասում այ քեզ մարտի 8, ամենասկզբից առաջինը Աստված մեզ շնորհավորեց մարտի 8-ով, որ այդ ահու սարսափից հետո փառք Աստծո ոչ մի բան չեղավ, այ Աստծո ուժը այդքան զորավոր է ու հզոր, բայց չէ տաքա, բայց դեռ պարզակրքերը չեն հանդարտվում, մարդիկ խուճապի մեջ են, առաջինը ինչ համտկովդ անցնում, զանգես բարեկամներիդ, հեռավորներիդ, չէ մանավանդ եթե բարեկամներ ունենք Գյումրիում, մի խոսքով Երևանում, ոնց հասկացանք, Ալայանք հարցրին Ռոբերտին, Երևան չի եղել ոչ մի բան, Գյումրիում զգացվել է, դեպի Տաշիր էլի է զգացվել, դեպի Ալավերդի էլի է զգացվել, մաման տեղեկացավ, մի խոսքով ահավորություններ, սարսափի ժանրից էր, ես չեմ հիշում, մեկ էլ երբ էի վերջի անգամ սենց ուժեղ վախեցել, մենք սովոր ենք, չէ, որ ասենք ես փոքր տարիքից երկրաշարժը տեսել եմ, բայց այն ձենը չեմ զգացել, այ մինչև հիմի այդ ձենը դեռ իմ ականջների մեջ է, ոնց որ մի տեսակ սենց թափահար են, հետո նոր ճոճեն ու վախեցա, սա այն դեպքը չի, որ մտածում ես, քո տեսանյութը դնում ես մեծ համացանց օնլայն հարթակ ու ամեն մարդ ոնց կքննադատի, բոլորս էլ ցավոք սրտի 88-ի ավերիչ երկրաշարժը, ինչքան էլ լավ ես ապրում, միշտ հիշում ես, ու այսօր արդեն իսկ, այսօրվանն էլ մի ուրիշ էր, ես դեռ առավոտ ժամը 7-ն էր արթուն էի, ուղեղումս պլանավորել էի դե Ալեքսիս ծննդյան տոնին, տեսակ դեռ այդ հոլովակն էլ չեմ մոնտաժել, սա ավելի շուտ կդնեմ, քան Ալեքսիս ծննդյան տոնի հոլովակը շատերը տեք սպասում ներողություն, շատ-շատերիդ բաց թողումներ եմ արել կրկին անգամ ներողություն, որովհետև հազարից մի անգամ տունը դի է հյուրերով, ուզում եմ են իրանց սրտով լինի ամեն ձևով, հետո ձեզ անձառանց կպատասխանեմ, ոնց միշտ եղել է, ինչ շնորհավորել եք և Facebook-ում և Instagram-ում, էլ չեմ ասում իմ YouTube-յան երկու էջերում,
բոլորիդ թողել եմ անպատասխան, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, իրոք չեմ հասցնում, որովհետև շատ յուրահատուկ ձևի ծնունդ ենք ունեցել, չպլանավորած անակնկալներով շատ հավեսով պահեր ա եղել, իմ դրած սեղանները շատ քիչ էին, նորից սեղաններ եմ ավելացրել ու զգում եմ, որ ֆիզիկապես սպառվել եմ, չկարողացա հասցնեմ, էլի շնորհակալություն իմ ընկերուհիներին, որ եկան օգնեցին, ամեն ինչ լավ եղավ։ Բայց այսօր երբ որ երեկ էլ հասկացա, որ երեկոյան կողմելի չի ստացվում հոլովակը մոնտաժեմ, մտքումս ասի լավ առավոտը վեր կենամ, մամաս տեսել էիք ինչ անակնկալ էր ինձ արել, ոսկե մատանի, դեղին իմ սիրած գույնի վարդեր, ինգասել իմ ծնունդին էր բերել ու ասեցի այդ վարդերի հովանու ներքո մի հատ հավեսով ու հաճելի մարտի 8-ի տեսահոլովակ կնկարահանեմ, ներողությունս կխնդրեմ ձեզնից, որ ձեզ թողել եմ անպատասխան ու հետո հերթով շարքով կարգով կանեմ մյուս գործողությունները, բայց այս պահին այդ պահը չէր, որ ես վարդերով, չգիտեմ, երկրաշարժից խոսեմ, մի ահավորություն էր, մի ես չգիտեմ թե այդ ինչ էր, սարսափ էր, ընդամենը 2 րոպե էլ չէր, չէ, լինի կա, մի կես րոպե, մի կես րոպե երևի, մինչև մի 30 վայրկյան, բայց այդ 30 վայրկյանը սենց ավիրեց հոգեկան են հանգիստ ներքնաշխարը, այն բարձր տպավորությունները, այն լավ հիշողությունները, տռիրիկ ունե, ես ծննդյան կադրերն էի մասնայում, ուրախանում փոքր երեխու պես, շնորհակալությունս հայտնում Աստծուն, որ ամեն տարի ասում եմ, դե մյուսը կհիշեք, երբ որ Ալեքսիս առաջին Հոբելյանը նշեցի, տեղել ասեցի, որ մյուսները արդեն թեթևի մեջ կլինի, բայց իմ ու ձեր սիրելի Ալեքսեն տղեն չի, որ թեթևի մեջ եղավ, շատ անակնկալներ ունեցանք անսպասելի ձևով, իմ անակնկալների համար շնորհակալ եմ իմ վանաձորցիներին, իմ երևանցիներին, իմ լավ ու բարի կամեցող աշխարհով մեկ շփռված մարդկանցով, բոլորիցս շնորհակալ եմ իմ Անահիտներից, իմ Նարինեներից, իմ Լինետներից, իմ Մարինեներից, իմ Լիլիթներից, բոլորից շնորհակալ եմ, խոսքերս ու միտքս չի հերիքի, ասեմ այն ամենը ինձ զգում ա իմա ես սիրտը, որովհետև եկեք համաձայնենք, որ ցանկացած ծնող էլ ուզում ա, չէ, որ իր բալիկի համար անի լավագույնից լավագույնը, բայց երբ որ այդ լավագույնների շարքում ավելանում են մի քանի ավելի հետաքրքիր բաներ, սենց ոնց որ շոկի մեջ ես ընկնում ու մի խոսքով չեմ ուզում փակագծերը շատ բացեմ, կանչել էի Վանաձորից խումբ, կհիշեք, չէ, որ ասել էի ուրախ Արագիլից Արչեմ կանչել, սկզբից կանչեցինք, հետո հանեցի, հետո Ալեքսը շատ նեղվեց ու նորից կանչեցի, նայում եմ, մի ուրիշ խումբ էլ էի կանչել, այն խումբը, որին ես կանչել էի, իրանց հետ առջեր, ես սենց մտածած, որ դե համ մյուս խմբի գումարն եմ վճարելու, համ էլ արջի, երբ որ վճարեցի ուրախ Արագիլին, իդեպ ժողովուրդ իմ Լորվա մարզի ժողովուրդ, նամանավանդ վանաձորցիներ ջան, ոնց ասեմ, շնորհակալությանս խոսքերը չի հերիքում այդ խմբին, արտակարգ մարդիկ են, կազմակերպված, շնորհքով, իրոք քեֆ չի հասան ասեմ ու լավ ասեմ, այսա որ կդնեմ ծննդյան վլոգը, կտեսնեք, որ արժեր այդ մատխաշ մարդկանց, միջին տարիքի մարդիկ էին իրանք, բառիս ուղիղ իմաստով,
քեֆանող մարդիկ էին իրանք, իմ վճարած գումարի համար կողքից երբ որ իմ ծանոթները հարցնում են, ասում են ինչ ես կանչել ու ինչ արժե, ես ասում եմ այսքանը, ասում են վայ, բա շատ չի, Աստված վկա, դեռ մի բան էլ քիչ էր, այնքան շնորհակալ եմ ես այդ խմբի մարդկանցից, իրանց ջերմեռանդ աշխատանքի համար, իրանց ի սրտե կատարման համար, այն որ դուխով, հավեսով կանչեք իրանց ժողովուրդ, երբեք չեք փոշմանի, սա գովազ չի, ես դրա համար չեմ վարձատրվել, չեմ էլ ուզում, մարդիկ եկել են, իրանց ներկայությունով իմ երեխիս տոնը, ես չգիտեմ ինչի վերածել, մի հատ փակ բերանով մարդ չկար, բոլորս ուրախացել ենք ի սրտե, այս մեքենան թարս էր, այ, բոլորս մանկացել ենք ի սրտե, ու երբ որ հերթը հասավ, որ ուզում եմ արջուկին վճարեմ, ինքը սենց գլխը հանեց, ասում է, ես ձեր համար անակնկալ եմ, մտածում եմ, այդ խումբն է, իրանց կողմից բերել, ասում է, ոչ, կհարցնեք ուրախարագիլ խմբի կազմակերպիչներին, իրանք ձեզ կասեն, ով է ուղարկել ձեր տուն, այդ ժամանակ առաջինը մտքովս անցավ Լիլիթս, որ ասեց, կարծեմ Երևանից են ինձ ուղարկել, առաջինը մտքովս անցավ Էլիա, Նիկա, թե էս ուրիշ բան է։ Չէ, ոչ մի բան չկա։ Առաջինը Լիլիթս մտքովս անցավ, հետո ամեն դեպքում սպասեցի, համբերեցի, մեր տուն արջուկին ուղարկել էին, Նարինես ու Մարինես, շատ շնորհակալ եմ կրկին ու կրկին անգամ իրանցից, շատ լավ արջուկ էր, շատ հիպերակտիվ արջուկ էր, ընտիր, այն որ իրոք մեր քեֆը տոն դարձրեց, մամաս այն ի սրտե ուրախացել էր ու ասում է, այս հենց քեֆերը ձեր տնից անպակաս լինի, չգիտեմ, բոլորս էինք մանկացել, բոլորս էինք երջանկացել, երևի սա իմ առաջի ուրախությունն էր, որ են լացկան աղջկա կարգավիճակս ուզում եմ էլի հետ թողամ, դեռ չեմ կարող ես ինձ սովորացնեմ, որ Անահիտ ջան, այսուհետ ավելի լավ պետք է լինի, այսուհետ դեռ ընչեր ենք անելու, ինչ մի երջանկություն էր, իմ բարեկամները, իմ ամուսինը, իմ երեխեն այնքան ուրախ, վայ մամա ջան, էլի արջուկ, վայ մամա ջան, այդ ուրախարագիլի կազմակերպիչների մասին ինքը չգիտեր, մենակ չգիտեր, մյուս խմբի մասին չգիտեր, երբ որ իրանք տուն մտան, դուք մենակ տենայիք իրա սենց խառնվելը, դուք մենակ տենայիք իրա այն զարմացած աչուկները, թե են ոնց է նայում ու այն ինչ քեֆ ենք արել, այն ինչ լավ ենք քեֆ արել, անակնկալ հյուրեր եմ ունեցել, դրանից ավելի էի ուրախացել ու ոգևորվել, ուրախության այս չափ ու սահման չկար, ու զուտ այդ պատրվակով ձեր գրառումները սիրելիներս մնացել են անպատասխան, բայց ժամանակավորապես, ստեղ մի փոքր հումոր ասեմ, այն որ զանգում ենք ասում է, բաժանորդն անհասանելի է, խնդրում եմ փորձեք մի փոքր ուշ, այս անգամ այդ տարբերակն է, ինչ ասեմ, ծննդյան նվերները կփորձեմ ցույց տամ, բայց մեծ մասը գումարի տեսքով եմ ստացել, մյուսներն էլ ցույց կտամ պարտադիրից պարտադիր, գիտեք ձեր հետ միշտ կիսվել եմ ու արդեն իսկ կիսվում եմ, նույնիսկ ամուսինս արդեն սովորել է դրան, տեսեք կողքից նստած, լսում է իմ նկարահանումը, այս կողմ, այն կողմ, սենց բաներ, բայց այսքան այս ամեն ինչը լավ անցնելուց հետո, սիրելիներ ջան, այ այս երկրաշարժը սենց մի տեսակ ոնց որ պահի տակ կոտրի ամեն ինչը ու մի տեսակ շատ վախեցա, ինչևէ, այսքանը ծննդյան օրերի մասին, իսկ հիմա մեծ սրտով բարեդրացիական դեպի ձեզ տրամադրությունով
Սրտիս ամենաջերմ ու տաքուկ մաղթանքներով, մայրական սրտով, քույրաբար ուզում եմ շնորհավորեմ ձեր ու մեր բոլորիս մարտի 8-ը, քանի որ սա այն տոնն է, որ իրոք բոլորիս տոնն է, որ սկսեցինք այդքանից հետո շնորհավորել, Ալեքսիս ասում է, մամ, ես կարամ շնորհավորեմ ընկեր Չատինյանին, երեխեքին ասում են իհարկե, ու առիթից ելնելով ուզում եմ իմ շնորհավորանքի խոսքերը հղել ձեզ բոլորիդ, թե մայրաբար, թե քույրաբար, թե մամայաբար, ոչ թե մայրաբար, բոլորիդ ի սրտե շնորհավորում եմ, սրտիս ամենատաքուկ մաղթանքներն եմ հղում ձեզ, այս կյանքում մեզ ինչ ա պետք, առողջություն, խաղաղություն, երջանկություն և համբերությունն ամանավանդ են մարդկանց, ովքեր որ ուզում են էլի փափագում են մայրանան, ունեցեք այդ հույսը, ոչ մի անգամ մեկ կոտրվի, ինձ միշտ հիշեք, ես երկարուձիգ 9 տարիներ սպասել եմ, փափագել եմ, երազել եմ, տառապել եմ, տանջվել եմ, բայց Աստված տվել է ինձ մի լույսի կտոր Ալեքս, ով դարձել է իմ կյանքի իմաստն ու նպատակը, դուք էլ, Վարդուհի ջան, Ռուզաննա ջան, մյուսներին ելում չգիտեմ, բոլորիդ, այն որ թող ձեր համբերությունը անսպառ լինի, որովհետև պահ կգա, որ կգժվեք, բայց համբերությունը ամենամեծ զենքն է, համբերեք ու ինձ միշտ հիշեք ու հիշեք, որ մութ թունելից հետո գոնե մի սենց փոքր լույսի կտոր հաստատ կտեսնեք։ Մի խոսքով շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ը, առողջ լինենք, սիրված ու գնահատված լինենք, մարդ եթե իր կյանքում գնահատված է, ամենաերջանիկ մարդկանցից մեկն է, կապ չունի տղա թե աղջիկ, գնահատված լինելը ամենաբարձրագույն արժեքն է այս աշխարհում, այնպես որ սիրենք իրար, հարգենք իրար, գնահատենք իրար, շնորհավոր մարտի 8, պաչիկներ։